Եվ այսօր այս հիանալի տոնի կապակցությամբ մի հատ շատ լավ նվեր եմ ուզում անել մեր քույրերին ու կանանց, այսօր ուզում եմ խոսել հայրությունից, որովհետև որքան որ հայրությունը իր տեղում է լինում, այդքան ավելի շատ մենք ենք օրհնվում։ Եվ ինչքան որ ես խոսեմ հայրությունից, ոչ միայն հայրությունից եմ խոսելու, ես խոսելու եմ նաև մեծ եղբայրներից։ Այսինքն մեծ եղբայրներ, մեծ քույրեր, հայրեր եւ մայրեր, զուգահեռ լսենք, հա։ Աղոթում էի, որ խնդրում եմ ասում եմ Տեր Աստված, ցույց տուր ինչի մասին ես ուզում որ խոսեմ այստեղ։ Ինչպես պատտվում էի, Տերը բերում էր հայրության վրա, հայրության թեմայի եւ դուք էլ հիշում եք, չէ, որ Ռաֆ եղբայրը հայրության թեմայից շատ էր խոսում։ Այնքան կարևոր է, որովհետև այս աշխարհը որփացած է։ Թե կորցրել է երկնային հորը, շատերը կորցրել են իրենց հարազատ հայրերին, ֆիզիկապես են կորցրել, կամ էլ հայրերը կան, բայց իրանք իրանց հարաբերության մեջ չկան։ Հայրը իր տեղում չի, զավակները իրենց տեղում չեն։ Եվ ինչքան էլ որ փնտրում ենք, տեսնում ենք, թե ուզում ենք գտնել, թե որն է մեր կյանքերի խնդիրների արմատը, մեծ ամասամբ հավատացեք, անհայրության խնդիրն է։ Մենք ամենաշատ այդտեղից ենք վնասվում։ Հիսուս այս աշխարհ եկավ ամենակարևոր նպատակով, առաջի հերթին մեզ եւ հորը կապել իրար հետ։ Հայրերի սրտերը դեպի որդիները, որդիների սրտերը դեպի հայրերը տանելու։ Աստված ուզում է, որ մենք գտնենք այդ ճիշտ հայրությունը։ Անկամ այն պարագայում, եթե մեր հայրերը լիքը թերություններ ունեն։ Գուցե մենք պետքա որպես հայրեր ու մայրեր ճիշտ կանգնենք։ Եվ հնարավոր է գիտեք մի շատ կարևոր բան էլ, որ որպես մեծ եղբայր եւ որպես մեծ քույր ես որտեղ եմ։ Արդյոք ես այդ ճիշտ պատասխանատու գործը կատարում եմ այնպես, ինչպես որ Աստված ուզում տեսնի։ Մենք հիմնականում պահանջատերի կարգավիճակի մեջ ենք, մենք պահանջում ենք, մենք սպասում ենք, որ մեր հանդեպ պետքա լավ լինեն, հա, մեր ծնողները, մեր մեծերը, մենք պետքա ստանանք դա։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք անգամ օրինակ ես ծնող չլինելով հանդերձ շատ տեղերում ես ծնող եմ լինում։ Կապ չունի դու երեխա ունես թե չունես։ Արդյոք դու կարող ես այդ հայրությունը եւ մայրությունը քո սրտի մեջ ճիշտ ձևով պահելով դա մատուցել այն որփացած աշխարհին, որ այսօր կարիք ունի։ Մինչև որ ամբողջ այն բուն թեմային անդրադառնամ, ես ուզում եմ միասին դիտարկենք անառակ որդու առակը, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է հայրությունը եւ ինչ է նշանակում մեծ եղբոր այդ սինդրոմը, համախտանիշը, հա? Իրանց դա ինչ է ներկայացնում։ Իրական մեծ եղբայր լինելը եւ մեծ քույր լինելը շատ լավ բան է։ Բայց այս առակի մեջ այդ մեծ եղբոր հա տեսակը մի քիչ ուրիշ ձև է բնութագրվում։ Ինչ արեց հայրը, երբ որ որդին եկավ եւ ասեց, որ տուր իմ բաժինը, ես ուզում եմ գնամ։ Անկեղծ եմ ասում, այսքան տարի է ես Աստվածաշունչը կարդում եմ, առաջի անգամ ես նկատեցի, որ այստեղ գրված է, որ նա ապրանքը բաժանեց նրանց։ Ուշադրություն չի դարձել, ինձ թվում է մենակ այդ անառակ որդուն իր այդ չստացված անհաջող, հա, որ իր տեղում չէր, մենակ իրան է տվել, բայց առաջի անգամ ես տեսա, ասում եմ, որ նրանց տվեց իրանց բաժինը, երկուսին էլ տվեց։ Հայրը իր արժանապատվությունը, իր մեծությունը, իր ապրումները, զգացմունքները, ամեն ինչ մի կողմ դրեց, որովհետև ինչ էր նշանակում հորից ժառանգությունը վերցնել այն ժամանակ, այսինքն դու մահացել ես, չկաս, մեր բաժինը տուր, մենք գնում ենք։ Մենք տեսնում ենք այստեղ կոտրված հոր սիրտը։
Ինչքան ենք մենք կոտրել մեր ծնողների սիրտը։ Ինչքան ենք դեռ կոտրելու չգիտեմ, որքան է մեզ սիրտը կոտրել։ Հայրը լուր տալիս է բաժինը երկուսինն էլ։ Ջոկողություն չի դնում։ Ուզում եք, տալիս եմ։ Ինչի՞։ Որովհետև ինքը հասկացավ, որ ինքը իր տղային է կորցրել, ինչ հարստության մասին է խոսքը։ Տղան չի ճանաչում իրան։ Հայրը ամբողջ իր կյանքը ամեն բան արել է, դրել է իր զավակների համար, բայց իր տղան իրան չի ճանաչում։ Իր համար մեկ է, պապան կա, չկա, դուր գնում եմ։ Ու դրա համար հայրը ասեց վերցրու գնա։ Ու ես վստահ եմ, որ ինքը ամեն օր անդադար աղոթում էր, Աստծուց իր որդուն էր խնդրում։ Այն հարաբերությունը, որը իրականում յուրաքանչյուր ծնող կերազեր։ Երբ որ տեսնում ենք, որ որդին ամեն բան վատնել է, ամենավատ խայտարակ ձևով, ինքն է իրան կորցրել, իր ոնց ասեմ, ով լինել է, արժանապատվությունը, ամեն ինչ դարել է մի հատ թափառական մեկը եւ հասել է այնտեղ, որ ինքը այդ խոզերի կերակուրը անգամ լափը ուզում է ուտել եւ իրան չեն տալիս։ Երբեմն երևի նման որդիներին պետքա մինչև վերջ ընկնել, որովհետև մինչև վերջ որ չեն ընկնում, իրանց միտքը չի բացվում, խելքի չեն գալիս։ Ինքը նոր հասկացավ, այսուր եմ ես հասել։ Գնամ իմ հորը ասեմ, որ հայր մեղք եմ գործել քո առջև, երկնքի առջև։ Կներես, գոնե թույլ տուր են քո ծառաներից մեկի պես լինեմ, որովհետև գիտեր, պապայի տան անգամ ծառան արժանապատիվ կյանք էր ապրում։ Ու մենք տեսնում ենք, որ դեռ ինքը հեռվում էր։ Հայր տեսավ, վազեց, հա, գութը շարժվեց, ասում է, վզով ընկավ, համբուրեց, տղան դեռ ոչինչ չի ասել, հեռվում է, հələ նոր գալիս է։ Ես պատկերացնում եմ, այդ որ գրված է գութը շարժվեց, հաստատ են ցնցոտիներով տեսավ, մի հարած, հա տեսքի ծնգած։ Վատացավ պապան։ Բալես ու վազեց։ Նոր դրանից հետո հայրը լսում է որդու ապաշխարության խոստովանությունը։ Հայրությունը երբեք չի սպասում, որ գան իր ոտքերով ընկնեն, ասեն կներես։ Ինքը կանգնած սպասում է իր որդուն։ Իր տղային է սպասում։ Իր աղջկան է սպասում։ Եվ հետո այդ ապաշխարության խոստովանությունից հետո տեսնում ենք, որ ասում է լավագույն պատմուճանը, մատանին, կոշիկները, չէ, մսացու եզը մորթեք, սեղան պատրաստեք, որովհետև պետք է ինչ անենք, ուրախանանք, որդիս կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Ու դրանից հետո մենք տեսնում ենք մեծ եղբոր սինդրոմը։ Գալիս է դհոլ զուռնայի ձայնն է լսում, խնջույքի ձայնը, ինչ է եղել։ Եղբայրդ վերադարձել է։ Չէր կարոտել։ Չէր էլ սպասում։ Այդ ամբողջ ժամանակաշրջանում ինքը իր ներսով իր եղբորը միայն դատում էր։ Ինչքան ահավոր է, երբ որ դու լարվում ու տրամադրվում ես մեկի հանդեպ եւ գութ ու ողորմություն չկա։ Դու իրան անընդհատ պահում ես մեղադրյալի այդ աթոռի վրա ու քո դատապարտությունն անընդհատ հնչում իր հասցեին։ Դու ներում չունես իր համար։ Գութ եւ ողորմություն այդտեղ չի աշխատում։ Եվ ամբողջ ցավը նա է, որ իր մեծ եղբայրն է։ Ես այսպեսի մի խոսք եմ լսել, որ ասում են մեծ եղբայրը ինչպես հայրը։ Մեծ քույրը ինչպես մաման, չէ՞։ Ու հիմա ինքը չգիտի ինքը ով է մեծ եղբայրը։
ինքը փոքր եղբոր նման չգիտի իր papan ով է։ Եվ ինքը ինչ ունի, իր իրավունքները չգիտի, իրան հասանելիքը չգիտի։ Հայրը տվել է ամեն ինչ, բայց ինքը չգիտի։ Եվ մեր խնդիրն էլ է հենց սրա մեջ կայանում, որ մենք շատ ժամանակ չենք իմանում ով ենք մենք։ Երբեմն որ ասում են դու մեծ եղբայրն ես, մի քիչ համբերի, հա, դու օգնի իրան, մեծ քույրն ես։ Շատ երեխաներ կան, որ իրանք ինչ են անում, ոնց որ մի հատ բեռ ես դրել ու դրա տակից չեն կարողանում դուրս գան։ Ինչի, որտեվ չեն պատկերացնում ինչա դա։ Իրանք պահանջում են, որ ինձ ուշադիր եղեք։ Եվ սա խոսում է նրա մասին, որ դեռ այդ մեծ եղբայրը եւ մեծ քույրը չեն հասունացել։ Աստված ուզում է, որպեսզի մենք գանք այդ գիտակցության ու հասկանանք ինչ է նշանակում լինել մեծ։ Երեք քույրերի հետ միասին խոսում էինք իշխանության մասին, որ Աստված տալիս է։ Այն իշխանությունը, որ տարբերվում է այս աշխարհի իշխանությունից։ Այս իշխանությունը մեզ խոնարհեցնում է ոտքեր լվանալու համար, հոգ տանելու համար, խնամելու համար։ Բայց մենք չենք ուզում դա անել։ Ու երբ որ մենք մեր տեղում չենք լինում, մենք սկսում ենք ում հանդեպ որ պետքա ճիշտ վարվենք, նեղացնել դրանց։ Որովհետև չենք ընդունում իր ով լինելը, ինքն էլ է զավակ, չէ, ինքը մեղավոր է։ Ինքը ուրացավ եւ մերժեց papayin, վերցրեց ամբողջ ֆինանսները, գումարը, տարավ, փչացրեց ամեն ինչ, որպես ինչա վերադարձը։ Ինքը այստեղ տեղ չունի։ Մենք այդ տրամաբանության մեջ ենք։ Բայց Աստված ուզում է, որ մենք դրանից վերև լինենք, բարձր լինենք։ Մենք դադարենք այս աշխարհի մտածելակերպով մտածելուց եւ վարվելուց։ Այո։ Ինչի, որովհետեւ մեծ տղան ինչ ասեց, ահա այսքան տարի է ծառայում եմ քեզ։ Այսինքն իրա ու հոր միջև տեր ու ծառայի հարաբերություններ։ Մենք Հայր Աստծո հետ ենք այդպես վարվում։ Ես քո համար այսինչ բանը արեցի, այս մի բանը խնդրում եմ քեզ չես տալիս, ինչքան է եղել, որ շատերը աղոթում են այդպես, ես շատ եմ լսել։ Տեր ու ծառայի հարաբերությունը, հայրություն չկա այդտեղ, զավակի դիրք չկա։ Եղբոր սխալը չի ներում, ապաշխարությունը չի ընդունում։ Փրկության համար չի ուրախանում։ Հայրը ասում է մեռած էր, կենթանացավ։ Կորսված էր, փրկվեց։ Չի ուրախանում։ Առաջի հայացքից մենք պետք է ուրախանանք արքայության բոլոր ձեռքբերումներից։ Ինչի չի կարողանում եղբայրը ուրախանալ իր եղբոր համար։ Իրան թվում էր իր բաժինը երևի կպակասի։ Գուցե ինքն էր իրան մերժված ու վնասված համարում, ես չգիտեմ։ Մեծ եղբայրը հոր հետ լինելով նրա հետ չէր եւ իրական իր իրավունքները չգիտեր։ Որտեւ հայրը ինչ ասում, որդյակ դու միշտ ինձ հետ ես եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է։ Ծննդոցի հենց ամենասկզբից առաջի եղբայրների պատմությունը սկսում է մարդասպանությունով։ Ու մեծ եղբայրը սպանում է փոքրին։ Ինչի, որովհետև ինքը չգիտեր ինքը ով էր։ Իր աչքերը ծակում էր այն, ինչը որ եղբայրը ձեռք էր բերել եւ ուներ։ Եթե ես խնդիր ունեմ իմ ներսում եւ դրա պատճառով ես սկսում եմ ուրիշներին վայր գցել, դա չի նշանակում ինչքան է ես պատճառաբանություններ բերեմ արդարացի, ես ճիշտ եմ։ Դա խոսում է նրա մասին, որ ես իմ տեղում չեմ։ Ես ինքս իմ հարցերը դեռ չեմ լուծել եւ ընկել եմ ուրիշների հետևից։ Այ հիմա արդեն իմ падգամի բուն թեմային կանցնենք։ Այսօր միասին կնայենք Հովսեփի եւ իր եղբայրների պատմությունը։ Ովքեր են այստեղ մեծ եղբայր։ Դե կարող լրի մեծը չեք, բայց ձեզանից հետո էլ ինչ-որ մեկը կա։ Չէ՞։ Ովքեր են փոքր տան մեջ, որ իրանցից մեծ ունեն։
Ես համ մի հատ մեծ ունեմ, մի հատ է փոքր ունեմ ինձանից։ Ունիվերսալ տարբերակը միջնեկները։ Ովքեր են միջնեք։ Ոսկե միջիններ։ Ողջունում եմ ձեզ։ Միշտ ես կգտնեմ մի բան, որ դրանով ուրախանամ։ Հիմա մենք սովորենք, որ մեզանից վերև ինչ որ մեկը կարող է լինել, չէ՞, եւ մեր ներքևում կարող է մեկը լինել։ Թե մեր ընտանիքներում եւ թե եկեղեցում, թե ամեն ուր եք, որտեղ ուզում եք նայեք։ Մենք իմանանք, որ մեկը կա, ումով կարող ենք հիանալ, օրինակ մեծ քույրս ինձ համար մի հատ թագուհի էր, որ ես գիտե ինքը միշտ հաջողված, ասեց հիացած նայում է, ասում է տենաս մի օր ես կարողանամ։ Փոքրի հետ է շատ չարաճճիություններ են կարել։ Իրա հետ էին գնում, իրա խելքին։ Լավ էինք զգում մեզ։ Արդյոք մենք վայելում ենք մեր ով լինելը։ Մենք հասանելի ենք մեծերի համար եւ փոքրերի համար։ Հովսեփը շատ միամիտ էր։ Ինչի, որովհետև տարիքով ավելի փոքր էր մեծերից, շատ մեծ տարբերություն կար իրանց միջև, ու ինքը հələ մի քիչ Հովսեփին 1000 անգամների, բայց մի քիչ դմբո էր։ Ինչի, որովհետև այդքան իմաստություն չուներ, չէ՞։ Պապան իրան սիրում էր, պապան իրան պատասխանատվություն էր տվել եղբայրներին հսկելու, պատմուճան էր նվիրել, ինքը տեսնում է, որ ինքը հատուկ է պապայի համար, ինքը վայելում էր դա, ու չգիտակցելով, չէ, անընդհատ պարծենում էր երջանիկ ու նրանց աչքն էլ դրանով ծակում էր։ Ես կարծում եմ դեռ ինքը եւ որ փոքր էր, մի քիչ ինչ որ չափով հələ տանելի էր եղբայրների համար, բայց այդ պատմուճանը վերջի կաթիլն էր։ Ու երբ որ հայրը ասում է գնա տես եղբայրներդ այնտեղ, չէ, ողջ են, առողջ են, ինչ են անում, գառները ողջ են կան թե չէ, իսկ պակասելա թե ինչ ա եղել, թե ինչքան ավելացել։ Հիմա պատկերացնում եք եղբայրները ինչ էին մտածում։ Իսկ մեր գլխին ինչ ա եկել է կոնտրոլ անի մեզ։ Ու իրանք պապայի հետ խնդիր ունեին։ Եթե հիշում եք իրանց պատմությունը, ամենամեծ որդին Ռուբենն էր, չէ՞։ Ռուբենը այնպիսի մի հատ խայտարակ բան էր արել, որ ինքը արդեն կորցրել էր իր առաջնեկության դիրքը։ Շատ կեղտոտ բան էր արել, չեմ ուզում այստեղից ասեմ։ Այնպիսի պղծություն էր գործել, որ ինքը ամոթահար էր, ինքը կարծես գլխի կոր էր, իր իշխանությունը եւ մեծությունը մեծ եղբայրների մոտ անգամ, ասես կարծես ընկել էր։ Այնտեղ Շմավոնը եւ արդեն անուններն եմ մոռացել։ Շմավոնը եւ Ղևին կազմակերպում են Սիքեմ քաղաքի կոտորածը։ Այստեղ մենք նորից տեսնում ենք, որ իրանք ինչ որտեղ իրանց հոր դիրքը էլի անտեսում են։ Որովհետև հայրը հոժար էր, որպիսի իր աղջկան, չէ, թողներ արդեն կնության տար այդ քաղաքի թագավորի որդուն։ Բայց եղբայրները դավադրությունը արեցին ու ոչ միայն վրեժ լուծեցին։ Ամենասարսափելին նա էր, որ իրանք ամբողջ ազգը ցեղը ինչ որ կային, վտանգի տակ դրեցին իրանց կյանքերը, որտեղ շրջակա քաղաքների թագավորները ուզում են վրեժ լուծել։ Եվ Հակոբի ամբողջ աղաղակը նա էր, որ դուք էս ինչ արեցիք։ Մեզ կգան կսպանեն։ Իրանք միայն մտածում էին իրանց անունի մասին, իրանց մեծության մասին, իրանց հեղինակության մասին, իրանց արժանապատվության ու հպարտության մասին, ոնց թե իրանք եկան մեր քրոջ հետ սենց վարվեցին։ Ես հասկանում եմ, որ դա մարսելու բան չէր, բայց հայրությունը միշտ լուծում է փնտրում, լուծում է ուզում գտնի, ինչի, որովհետև այնտեղ իր աղջիկը մեջտեղում տուժվել է։ Չէր ուզում Հակոբը իր աղջկա դժբախտությունը տեսներ։ Ինքը ուզում էր մի ձևով հարթվեր, լավ, սխալ բան ա եղել, բայց լուծում տար, որ իր աղջիկը ապագա ունենար։ Որովհետև բոլորս գիտենք այն ժամանակ, երբ որ ինչ-որ մեկը բռնության էր ենթարկվում, այդպես իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը անարգված մնում էր, ու ինքը անձնական կյանք այլևս չէր կարող ունենալ։ Բայց հայրը մտածում էր իր աղջկա մասին։
տղաները որոշեցին բոլորին վերացնել։ Հետագայում մենք տեսնում ենք, որ Հուդան, արդեն 4-րդ որդին, ինքը որ որոշում է Հովսեփին, չէ, գերության մատնի, այդ գերության մատնելուց հետո գիտեք ինչ է լինում։ Իր 2 տղաներին է կորցնում։ Հիշում եք, չէ, Թամարի հետ որ կնության է տալիս Էրին, հետո էլ ամուսնացնում է Օնանին, երկուսն էլ մահանում են։ Ինչն է պատճառը, որ եղբայրները իրանց դիրքը կորցնելով, իրանց մեծությունը, իրանց առաջնեկությունը, իրանց առաջնորդ լինելը չեն հաջողվել, չեն ստացվել։ Պապայի այդ հասկանում եք միջամտությունը իրանց կյանքի մեջ, որ իրանց պետքա հետո տար ինքը այդ իրավունքը եւ իշխանությունը առաջնորդելու, իրանք կորցնել էին։ Հարաբերությունը խզված էր։ Հայր ուզում էր մխիթարվել իր փոքրիկ 2 զավակներով, Հովսեփով եւ Բենյամինով։ Այդ 2 փոքրերը իր սիրտը ուրախացնում էին։ Հատկապես Հովսեփը, որ ինքը այնքան շնորհառատ էր։ Ու երբ որ Հովսեփը գալիս է ու սկսում է պատմել իր երազների մասին, միամիտ, ինչքան է լինում, որ մի հատ ոգևորված բան ես պատմում ու հետո դրանից հետո մի հատ ուրիշ պատմություն է սկսվում։ Ինքը պատմում է ու հոր համարել էր մի քիչ տենց անընդունելի, ոնց թե ես էլ մամատ էլ բոլորս պիտի սենց խոնարհվենք մեծ եղբայրներդ, բայց ասում է սրտում իրա պահեց։ Իսկ եղբայրների համար էդի դարձավ մի հատ եղբորը հալածելու խարազան։ Այդ դու եք երազ տեսնում, հլա արի մի հատ տենանք այդ ովքերով էին քո առջև խոնարհվում։ Ոչ ոք չի կարող հերքել, որ դա Աստծո կամքն էր։ Ոչ ոք չի կարող մերժել նա, որ Աստված ծրագիր ուներ Հովսեփի կյանքի մեջ, բայց մենք էլ շատ ժամանակ անմտորեն կարծես միամիտ, ինչ ունենք, փռում ենք մարդկանց առջև, չհասկանալով, որ դա ոտնատակ է տրվելու։ Եղբայրները մերժեցին հոր ընտրությունը։ Ես շատ եմ տեսել եկեղեցում անգամ մարդիկ կան, ովքեր որ չեն կարողանում ընդունել այն նորերին, ովքեր որ բարձրանում են, ում որ Աստված ընտրել է եւ պարգևներ է տվել։ Չեն կարողանում իրանք ընդունել նրանց օրինակ առաջ խաղացումը, բայց Աստծո խոսքի մեջ ասում է, չէ, որ ասում է հետիններ կլինեն, որ առաջին կդառնան։ Եվ մենք տեսնում ենք քանի անգամ, որ Աստված ընտրում է փոքրին։ Հակոբը ինքը լինելով, չէ, զույգից երկրորդն էր, առաջինը Եսավն էր։ Ընդամենը րոպեների տարբերություն է 2 եղբայրների մեջ, բայց ըստ օրենքի մեծը Եսավն է։ Բայց Աստծո ընտրությունը եկել էր Հակոբի վրա։ Կարող ենք հարց տալ, ինչու։ Աստված ավելի լավ է տեսնում այն սիրտը, որ ուներ Հակոբը եւ այն սիրտը, որ ուներ Եսավը։ Եսավը մինչև վերջ իր ծնողներին հիասթափեցեց, իր ընտրությունով, իր ապրած կյանքով, իր ամեն ինչով։ Հակոբը ինչքան է սայթակից, ինչքան է սխալներ գործեց, բայց ինքը Աստծուն որոնող եւ փնտրող էր։ Աստծո ընտրությունը իր վրա էր եկել։ Եվ գիտեք ինչով եմ հիանում, որ երբ որ Հակոբը հետ է վերադառնում, կարող էր ասել, դե Եսավը ընդամենը 2-3 րոպե է ինձանից շուտ ծնվել, լավ 10 րոպե։ Ու Աստված ինձ է ընտրել, ինձ է օծել։ Բայց չէ, ինքը Տիրոջ հետ գոտե մարտում է։ Ինքը նվերներ է պատրաստում, ընծաներ, ուղարկում է, հետո վերջում ինքն է գալիս եղբորը հասնում է, մի հատ հետաքրքիր բառ ասում։ Ասում է քո դեմքը ինձ համար արևի պես էր։ Իմ մեծն ես դու։ Հիշում եմ քույրս 2 երեխա ունի, աղջիկը մեծն է, տղան փոքրը, տղան պատերազմում էր, բանակում ծառայում էր այնտեղ։ Հիմա իրանց մեջ տարի 4 ամսվա տարբերությունն է։ Քույրին չէր ասում, բալես ոնց է։ Ու լացում էր, ինքին պուճուրն է։
Ինքը մամայի նման ծածկում էր։ Ես հիացած էի իրանով, ինչի, որովհետև ինքը անընդհատ իր ներսով դա կրում էր։ Պատասխանատվություն։ Իր փոքր եղբայրն է, ինքը իմ փոքրն է, ու մամայի նման էր վարվում։ Հակոբն էլ ինքը իր այդ եղբորը, որպես մեծ անարգել էր, հիմա այդ հարաբերությունը ուզում է հետ վերցնի։ Հա, բան չունեմ ասելու, վախենում էր, որ կարողա չէ եղբայրներ իրան տանիքով վերացնի, բայց նաև ինքը ուզում էր այդ հարաբերությունը ինչ որ ձևով հետ վերցնել։ Ինքը դրա համար էր գոտե մարտում Աստծո հետ։ Մենակ այն չէր, որ կենթանի մնամ ես եւ իմ ընտանիքը, այլ նաև Տեր Աստված, ես ուզում եմ հարաբերություններս վերականգնվի։ Չեմ ուզում փախուստի մեջ լինեմ, քանի տարի։ Ինչքան կարող եմ այդ հարաբերությունից ես խուսափել ու փախնել։ Աստված ուզում է այդ վերքերը բժշկի, դրա համար ինքը կանգնեց մինչև վերջ։ Գին վճարեց դրա համար։ Ու եղբորը ասեց, որ քո դեմքը ինձ համար արեգակի պես է։ Աստված ուզում է, որ այդ պատիվն ու հարգանքը վերականգնի մեր կյանքերի մեջ։ Ու ոչ միայն մեծերի հանդեպ։ Ես ինձ համար չգիտեմ, իմ տեսակն է երևի այդպես իմ վերաբերմունքը, օրինակ նորածին եթե տեսնում եմ, չէ՞, ես հարգանքով եմ վերաբերվում այդ պուճուրիկի հետ, որովհետև ինքը դրան արժանի։ Ու երբ որ ես հարգում եմ այդ փոքրիկին, այդ նորածինին, ես հարգում եմ այն ամեն ինչ որ Աստված իր ներսում ա դրել։ Կարող օրից մի հատ այդ փոքրիկը մեծանա ու հետո գա ինձ սկսի առաջնորդել։ Ինչու, որտեվ դա Աստված դրել է իր ներսում, ես մեծ սիրով եմ ընդունում։ Ես սրտանց ընդունում եմ Լիաննայի առաջնորդությունը, երբ որ ինքը այստեղից մեզ փառաբանության երկրպագության մեջ է տանում։ Ես ընդունում եմ այդ օծությունը եւ այդ պարգևը ու այդ կանչը, որ Աստված դրել է, եւ դրանով իրան պատվելով, հարգելով եւ հնազանդվելով, ես պատվում եւ հարգում ու հնազանդվում եմ Աստծուն։ Հովսեփը կարողացավ դա հետ վերցնել, բայց չկարողացավ դա սերմանել իր զավակների մեջ։ Ամենահզոր երևույթը գիտեք որն է, որ երբ որ Հովսեփը գերության է մատնվում, ինքը այդտեղ իր եղբայրների չհաջողված քննությունները սկսում է վերահանձնել։ Երբ որ պետապրեսի տանը ինքը ծառայում էր, հիշում եք, կինը ինչ է անում։ Ինքը շնության հանդեպ հաղթանակը իր այդ քննությունը գերազանց է հանձնում։ Ու դրա համար ինքը հայտնվում է բանտում։ Ինքը գին էր վճարում։ Գին վճարելը հեշտ բան չի, որ հա իմ համար հեշտ է, հա ես պրծա սրանից, չէ, այդ մեղքից փախա ու վերջ։ Չէ, ինքը շատ լուրջ գին վճարեց։ Մենք երբ որ լուրջ մեծ ծանր գին ենք վճարում, նշանակում է ինչ որ մի հատ կարևոր բան հետ ենք վերցնում։ Այն բոլոր այդ սայթակումները, այն վրիպումները, որ իր եղբայրները թույլ էին տվել, ինքը հոգևոր դաշտում չէր հասկանում, բայց հավատարիմ մնալով այն դաստիարակությանը եւ սկզբունքներին, որ իր հորից ստացել էր եւ Աստծուց, ինքը սկսեց այդ քննությունները հերթով հանձնել այդ սկզբունքներով։ Մարդը բանտում է հայտնվել զրպարտության պատճառով ու շարունակում է նորից փայլել բանտի խավարի մեջ, ստրկության մեջ, բանտում, ուղղակի փայլում է իր ամեն ինչով։ Ինչի, որովհետև Աստծո զավակ է, որովհետև ինքը որոշում ունի չդավաճանել այն սկզբունքներին, որ ինքը ունի իր հորից ստացած։ Գիտեք, կարող է մենք մեր հայրերին կորցնենք։ Ռաֆ իմ հոգևոր հայրն է ու ես Աստծուն շնորհակալ եմ իր համար։ Բայց այն որ հիմա ես ինչ որ մի բան որ կամ հաստատ իր շնորհի, այսինքն մեծ բաժինը իրանն է։ Որովհետև այն ճշմարտությունները եւ այն օծությունը, այն ծառայությունը, որ ես տեսել եմ, այն սիրո ծառայությունը, որ ինքը մատուցում էր, դա այնքան թանկ էր իմ համար։ Իմ կյանքն է փոխել։ Ու ես չեմ կարող դրան դավաճանել, ես ուզում եմ դա շարունակեմ։
որովհետև դրանով ես Աստծուն նորից հարգում ու պատվում եմ եւ ասում եմ շնորհակալ եմ Տեր Աստված քեզ, որ դու ժամանակին ինձ բերեցիր քո օծյալի կողքը դրեցիր։ Ու նույն ձևով Հովսեփը ինքը չէր ուզում իր հոր տված այդ ամակը, սենց ասեմ, ջուրը թափեր։ Ու քանի որ իր սիրտն էր պատրաստ, ինքը հոժար էր, ինքը այդ որակն ուներ, դրա համար կարողացավ մինչև վերջ պահել։ Հաջորդ բանը, որ Հովսեփը այդ քննությունը հանձնեց, մենք տեսնում ենք, որ այնտեղ եղբայրները այդ դավաճանությունը արեցին, չէ, խաբեցին ու սպանեցին։ Ինքը փորձում է ճշմարտությունով գոյատևել այն վիճակում, որը որ անարդարացի էր իր հանդեպ։ Ինքը ամեն ինչ անում էր, որ մարդկանց կյանքերը փրկվեր, եւ դա տեսնում ենք մենք հենց բանտում մեկին զրպարտությունով էին նստեցրել, չէ, իսկ մյուսին արդարացի ձևով։ Ու ինքը այդ զրպարտության ու արդարության այդ եզրագիծը, սահմանագիծը գտավ երազները մեկնելու միջոցով։ Եվ ով որ պետք էր պատժվեց, ով որ պետք էր փրկվեց եւ ազատվեց։ Ինքը թույլ չտվեց, որ անարդարությունը, չէ, այդտեղ թակավորի, որովհետեւ ինքն էր դրա զոհը։ Ու իր եղբայրների նման աճ ու ձախ կոտորելով չէր գնում, չէր վնասում մարդկանց, չէր խաբում։ Ու հետո տեսնում ենք, որ ամբողջ ինքը ոչ միայն Եգիպտոսի համար, այլ շրջակա ազգերի համար փրկության պատճառ դարձավ։ Եթե իր եղբայրները շրջակա թագավորներին դարեցին իրանց դեմ, ինքը շրջակա մյուս ազգերի համար փրկություն դարձավ։ Իր եղբայրների ու իր ընտանիքի համար փրկություն դարձավ։ Այն եղբայրների համար, ովքեր որ իրան սպանել էին ուզում։ Այն որ ասում են լավությունն արա ջուրը գցի։ Իմ պապիկը մեզ սովորեցնում էր, ասում էր, ասենք, եթե մեկ ինձ նեղացրել էր, հետո գալիս էր մի բան էր խնդրում ինձանից, ասում էր դու իրան տուր, թող ինքը ամաչի։ Մեծահոգի լինել։ Սա աստվածային շնորհը։ Մեծահոգի լինել ոչ թե քո լավ այդ մեծությունն ու բանը ցույց տալու, այլ այստեղ է որ ասում է, եթե մի այտից խփում են, չէ, մյուսը տուր։ Այսինքն ես չեմ ուզում զրկեմ այս սրա պատճառով իմ դիմացինին։ Ես ուզում եմ այս սրանով իրան նայեմ։ Կարծես սա չի էլ եղել։ Իմ պապիկիս խոսքերը երբեք չեմ մոռանում։ Դու լավություն արա, թող ինքը ամաչի։ Հովսեփը հոգևոր դաշտում բոլորին ամաչեցրեց։ Եղբայրները եկան Եգիպտոս, ու հետաքրքիր է, իրանք մոռացել էին, թե Հովսեփին վաճառել են այդ երկիր, կենթանի է, մահացած է, կա, չկա, իրանց հետ ինքան հետաքրքիր է, իրանց հետ հարցը հուզում էր, թե չէ, թե բոլորովին մոռացել էին, մտածելով, որ հաստատ չկա ինքը։ Ու սկսում է արդեն Հովսեփի խաղերը։ Ռաֆ եղբայրը շատ հիանալի պատգամ ունի Հովսեփի լացերի մասին, իր ներման այդ խաղերի մասին եղբայրների հետ, որ անընդհատ իրանց բան անում, չէ, ոնց որ սես նեղացնում է։ Ու եղբայրներին, երբ որ ասում է, որ պիտի ձեր եղբորը թողեք ստեղ դուք գնաք, որ գնաք ձեր են փոքրին բերեք, ուզում է տեսնի նորմալ են վարվել եղբոր հետ։ Սրան գալիս են հոր ինչ են ասում են այդ երկրի տերը չիմանալով որ իրանց եղբայրն արդեն հասկանում են որ տերը շատ խիստ էր խոսում մեզ հետ, ասեց որ պիտի Բենյամինին հետ տանենք։ Խեղճ Բենյամին։ Ու ինչքան էլ որ նայենք որ Հովսեփը խաղ էր խաղում, բայց ինքը ուզում էր տեսնել արդյոք իր եղբայրները հասկացել են ինչ են արել, թե չէ։ Ինքը ներման փուլերով անցնում էր, գիտեք, երբ որ տեսնում ենք, որ ինքը իր երկու որդիներ է, չէ, ունեցել։ Հեսա գտնեմ։ Արդեն
չեմ հիշում որտեղ եմ գնել մի վարքյան։ Առաջինի անունը դնում եմ Մանասե, որովհետև ասաց Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը եւ իմ հոր ամբողջ տունը, հոր տունը մոռացել էր։ Ինքը ձեռք բերումներ ուներ, հասկանում եք, ինքը դարձել է երկրի իշխան, տեր է դարձել, զավակներ է ունեցել։ Ինքը սրանք վայելում է, սրանք ես կարող եմ ասել ժամանակավոր շունչ քաշելու պահն է։ Այդ իր դաղված, վառված, տանջված այդ ապրումներից հետո ինքը շունչ էր քաշում։ Երկրորդի անունը դրեց Եփրեմ, որովհետև ասաց Աստված ինձ աճեցրեց իմ տառապանքների երկրում, բայց իր տառապանքը չէր ավարտվում, որովհետև իր ներումը կիսատ էր դեռ։ Ինքը պիտի վերջնականորեն կարողանար ներել, որ ամբողջությամբ կարողանար ընդունել նորից իր հորը իր կյանքի մեջ, որովհետև երբ որ եղբայրները հետ են վերադառնում, իր ամենաառաջի հարցը գիտեք ո՞րն է, ձեր հայրը ողջ է։ Պապաս կենդանի է։ Ու հայրը, որ Բենյամինին մի կերպ ստիպված արդեն ուղարկում է, հիշում եք ինչ էր ուղարկում հետը։ Նվերները։ Ռաֆ եղբայրս նվերների մասին շատ հզոր պատգամ էր տալիս։ Ասում է իրենց հայրը Իսրայելն ասաց նրանց. եթե այսպես հիմա ասեք, այսպես արեք, վերցրեք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից եւ այդ մարդու համար նվեր տարեք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուրս, պիստակ եւ նուշ։ Ինքը իր երկրից ամենահամով բաները չհասկանալով ում է ուղարկում է Հովսեփին։ Ու պատկերացնում եք Հովսեփը տեսնում է այն ամեն ինչը որ իր պապան է ուղարկել։ Իր երազների կատարման այս ընթացքն է սկսվել։ Ում պապաներն են միշտ իրանց քաղցր խոսքեր ասել։ Իմ պապան չէ, իմ պապան այդքան չի ասում։ Մամաները անունով sense բուրն էմոցիոնալ ազգ ենք, բայց շատ քչերն են ասում ափսոս։ Ես ուզում եմ ձեզ մի նամակ կարդամ։ Իմ պապան ընդհանրապես արտահայտվող չի, շատ խիստ մարդ է։ Եվ այդքան իր զգացմունքները ցույց չի տալիս։ Բայց մեզ շատ է սիրել, շատ է խաղալ թե փոքր ժամանակ, ասենք ամեն ինչ է մեզ համար արել, բայց շատ խիստ։ Սես պապան։ Ու ընդամենը մոտ 1 ամիս առաջ, երբ որ ամբողջ իմ գրադարանը հայերեն ասած ու բորկա էի անում, ես գտա այս նամակը, որը որ գրվել է 2008 թվականին օգոստոս ամսին։ Ամուսնական զույգերի ճամբար էր Սևանում ու պապաս այդ ճամբարի մամայիս հետ մասնակցում էր։ Այս նամակը տեսա, ասում եմ, ինչ նամակ է, մոռացել էի լրիվ, քանի տա, 16 տարի անց է, չէ՞։ Ճիշտ եմ, 18 տարի անց է։ Ու ես հասկացա, որ Ռաֆ եղբայրը ծնողների հետ խոսել է, որ հայրերն ու մայրերը իրանց երեխաներին իրանց սերը արտահայտեն, նամակներ գրեն։ Ուրեմն այս ամբողջ այս մի կողմը մամաս է գրել։ Մեզ 3 քույրերիս համար այնքան լավ բաներ է գրել, չեք պատկերացնի։ Այս մյուս կողմը, այս մի փոքրը գրել է պապաս։ Պապաս թողների, բայց իր նամակը ձեզ եմ կարդալու։ Ինձ է ուղված, այսինքն մեզ 3-ից, 3 քույրերիս, բայց ես կարդալու եմ։ Ովքեր են կարոտել իրանց պապայի քաջալերանքին, ձայնին, կուզեին նամակ ստանային, փակեք ձեր աչքերը, կարդում եմ։ Հաշվեք, որ ձեր պապան է գրեսի հայրական սրտից բխած նամակ է։ Բարև աղջիկներ ջան, Հիսուս Քրիստոսը լինի ձեզ պահապան։
Ես ձեզ շատ եմ սիրում, բայց ամեն մեկի տարբեր, ձեր խառնվածքին համապատասխան։ Ցանկանում եմ ինչպես սիրով կաք, այդպես էլ սիրով մնաք, մինչև վերջ։ Ցանկանում եմ ձեզ քաջ առողջություն, երջանկություն եւ բարի բախտ։ Ձեզ սիրող, պաշտող Հայրիկ։ Սին պապանագր։ Սիրելի որդիներ, ձեզ էլ ա գրել։ Էսի պապայի սրտից է դուրս եկել, էսի երկնային հայրը իր այդ ամեն ինչը պապայիս մեջ այդ պահին այնքան է լցրել, որ իմ չարտահայտվող պապան այս նամակը գրել է։ Ու գիտեք, ինքը ժամանակին ինձ արգելել է եկեղեցի գնամ, 7 տարի արգելքի տակ եմ եղել, Աստվածաշունչս ինձանից պահել, ինձ բավականին ժամանակ պետք է եղավ, որ կարողանամ այդ իմ խիստ պապայից ներեմ ու հետ վերցնեմ։ Ու ինքը գրել է, որ Հիսուս Քրիստոսը ձեզ պահապան։ Ես կարող եմ իր աշխարհի ասել, որ այդ խավարին, այն թշնամուն, որ եկել էր պառակտեր ու բաժաներ, մենք հաղթեցինք։ Իրար հետ չկռվեցինք։ Մենք Աստծով հաղթեցինք ու ես իմ պապային հետ եմ վերցրել, ինքն է մեզ հետ վերցրել։ Ամենապրիմիտիվ խնդիրների ժամանակ թշնամին կարող է այնպիսի կեղտոտ է թույնը բերի մաղձը թափի, որ մենք մեր հարաբերությունները կորցնենք ամենաստից բաներից։ Բայց Աստված անգամ տեսեք Հակոբը չգիտեր, որ ինքը իր որդուն է ուղարկում, բայց Աստված իր սրտին դրել էր այնպիսի բաներ ուղարկի, որ երբ որ Հովսեփը տեսավ, հասկացավ իր պապան է, իրան է ուղարկե։ Էս իր հոր սիրտն է։ Իմ պապան այս նամակը որ գրում էր, ինքը չգիտեր, որ մենակ ինձ է գրում, ինքը ձեզ էլ էր գրում։ Մի ամիս առաջ վերցրել եմ, կարդում եմ ու սենց քարացեմ մնացել եմ, հուզվել էի։ Հիմա ինքը տունը նստած է, չգիտին, թե իր նամակը ինչ անում է այստեղ։ Հովսեփի հայրությունը բժշկում էր այս ամբողջ ընթացքում։ Ինքը իր որդիներին սիրում էր, բոլորին սիրում էր, ինքը, գիտեք, այստեղ ինչքան մի հատ գեղեցիկ բան է ասում նա 45-ի 8-ում ասում է. «Արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, ում մոտ որ ստրկության էր, իր համար հայր էր դարձել։ Իր սիրտը սկսել էր բժշկվել։ Եվ ասում են նրա ողջ տանտեր եւ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա իշխան։ Մեկ ով զրկվել էր հայրությունից, հայր դարձավ փարավոնի համար։ Մեկը ով կարիք ուներ, որ հասկանում եք իրան փայփայեին, ինքը սկսեց ոչ միայն փարավոնին փայփայել, այլ ամբողջ երկիրը հոգ տանել ու խնամել իրանց։ Երբ որ ես թույլ եմ տալիս, որ Աստված ինձ բժշկի այդ մերժվածությունից, լքվածությունից, անարգանքից, հա, ես դառնում եմ մեկը, ով որ դեղ ու բալասան է դառնում մյուսների համար։ Եվ մի բան ձեզ ասեմ, երբ որ ես հատվածը կարդում էի, որ ասում էր ես հայր դարձա փարավոնի համար, ես հետո հիշեցի, որ Աստված Մովսեսին բոլորովին ուրիշ բան է ասում, այսինքն 400 տարի հետո այն փարավոնը, ով որ Մովսեսի համար մեծ եղբայր էր, չէ՞ որտեվ Մովսեսը որպես փարավոնի քրոջ զավակ էր մեծանում այդտեղ։ Ու եկավ մի օր, որ այդ փարավոնը Մովսեսին սկսեց մերժել։ Ինչի՞։ Որովհետև Աստված գիտեք ինչ ասում, ու Աստված Մովսեսին ասում է. «Տես քեզ փարավոնի համար Աստված դարձրի»։ Եթե Հովսեփը հայր էր, Մովսեսը փարավոնի համար դառնում է Աստված։ Ինչի՞։ Որովհետև փարավոնը մեծ եղբոր դիրքի մեջ էր, այն վատ մեծ եղբոր։
ու ասում է դու ով ես, որ եկել ես ինձ թելադրես, թե ես ինչ անեմ։ Դու վերցնովի խորտ զավակ ես եղել եւ դու չէ որ պետք է ինձ մի բան ասես, որտեվ ես ինքս Աստված եմ, չէ, իրանք իրանց Աստված էին համարում։ Դրա համար Աստված ասում է ես քեզ Աստված եմ դարձրել փարավոնի համար, որպեսի պատոհասները բերես իրանց գլխին։ Բայց այնտեղ որտեղ որ Աստծո մեծությունն ընդունվում, այսինքն Աստծո օծյալն է ընդունվում, հայր դարձավ, ով որ ծածկում եւ փրկում եւ օգնում է։ Մենք մի բան հասկանանք, որ այս նույն ձեռագիրը մեր կյանքերի մեջ է աշխատում։ Եթե ես սկսում եմ մերժել այն Աստծո ընտրյալին, ում որ Աստված իմ կողքին դրել է ինձ հարազատ քույր ու եղբայր կամ եկեղեցում, հա? Ես սկսում եմ Աստծուն մերժել, դրա համար Աստծո դատաստանները կհայտնվեն իմ կյանքի մեջ։ Աստված է իր տեղում եւ իր արդարությունը պետքա գործի, բայց երբ որ ես սկսում եմ հարգանքով ընդունել այն քրոջս եւ եղբորս իր տեսակով, որ գուցե ինքը ավելի պետքա մեծանա, իսկ ես փոքրանամ, ինչպես որ Հովանես Մկրտիչն է ասում, չէ՞։ Այդ ժամանակ այդ մարդիկ փրկիչ են դառնում, իրանք հայր են դառնում, մեր մեջ է հայրությունը մեծանում։ Այսօր թող որ Աստծո բժշկարար զորությունը հպվի ամեն մեկիս։ Այլ չեմ ուզում շարունակեմ, ուզում եք եկեք ոտքի կանգնենք։ Այսօր թե մենք մեր կոտրված մայրությունով ու հայրությունով գանք հոր առջև, թե մեկը ով որ ժամանակին կոտրել է իր փոքր եղբորը կամ քրոջը։ Գուցե ձեզ են որպես փոքր եղբայր կամ քույր կոտրել։ Այսօր որ կարգավիճակում որ կաս, գուցե 3-ի մեջ է լինես։ Ինձ թվում է բոլորս 3 տեղում էլ եղել ենք։ Ամենայն անկեղծությամբ գանք Տիրոջ առջև եւ թույլ տանք, որ Տեր այդ բալասանը քսի մեր սրտերին, մեր ներսը բժշկելու համար։ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ Տեր, որ դու մեր հայրն ես, դու մեր պապան ես։ Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուս, որ դու չցանկացար երկնքում մենակ լինել, այլ դու որոշեցիր, որ մեզ էլ քեզ հետ, որպես քույր ու եղբայր ունենալ, որպես հարազատ ընկեր։ Դու թույլ տվեցիր, որ քո սիրտը կոտրվի այն մերժվածությունով, որ հայրը իր երեսը թեքեց քեզանից եւ կոտրվեց հոր սիրտը այդտեղ։ Դու ճաշակեցիր ամեն անարգանք, միայն նրա համար, որպեսզի մեզ կարողանաս այդ կոտրվածության միջից դուրս բերել։ Տեր խնդրում եմ քո բժշկարար զորությունով հպվիր, որովհետև դու եմ միակն ես, որ եկար դարերի խորքից ես աշխարհի վրա եւ ասեցիր, որ այսպես աղոթեք հայր մեր։ Տեր օգնի, որ ամեն անգամ, երբ որ մենք հայր կկանչենք քեզ, մեր ներսը բժշկվի ու վերականգնվի։ Մեր ներսից գնա ամեն մի ցուրտ, ամեն որփություն, ամեն խեղճությունը, ամեն մի վախը, որ կարող է ինձ անարգեն ու թողնեն։ Դու քո սիրով հպվիր, Տեր իմ Աստված, որ մենք գտնենք մեզ քո սիրո մեջ։ Եվ այն պատվիրանը, որ դու տվել ես, սիրիր քո Տեր Աստծուն, քո անձի պես եւ քո ընկերոջը։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ հոգով, սրտով, ուժով եւ զորությունով եւ քո ընկերոջը քո անձի պես։ Տեր իմ Աստված, դու մի սիրո սանդղակ ես տալիս, որը որ մեծ ու փոքր չունի, բոլորն են կարևոր։ Այսօր այդ կարևորության Տեր սերը թող բացահայտվի մեզ համար։ Այդ սիրո գիտությունը, Տեր իմ Աստված, որը մենք շատ դժվարությամբ ենք հասնում, թույլ տու, որ կարողանանք Տեր հասկանալ
Քո սիրո ամբողջ խորությունը, լայնությունն ու բարձրությունը իմ Աստված, որ դու ոչ միայն իմ հայրն ես, այլ իմ քույրերի եւ եղբայրների, որ ես դադարեմ մեծ եղբայր լինելուց, այն մեծ եղբայրը, որ չի ընդունում իր փոքրին, չի կարողանում ներել ու հանդուրժել, դուր ինձ այն աչքերը, Տեր, որ կտեսնեն քեզ, քո ով լինելը, դուր ինձ այն աչքերը, որ կնայեն իմ ծնողների վրա, իմ շրջապատում գտնվող յուրաքանչյուր ծնողի վրա, պատվով ու հարգանքով, սիրով, որովհետև որտեղ որ քո Տեր, հոգին է շարժվում, այնտեղ չի կարող Տերին որևիցե կապանք ու վնասվածք մնալ, Տեր ուզում են քո հոգով լցվել, քո հայրության զորավոր հոգով լցվել, և եթե անգամ Տեր ինչ-որ մեկի ծնողը չի կարողանում իր հայրությունը և մայրությունը ճիշտ ձևով փոխանցել, Տեր այդ հոգով լցած զավակին օգնիր հայր ու մայր լինել իր ծնողների համար, Տեր շատերը չգիտեն ինչա նշանակում հայր լինել, դրա համար վնասում են ու վնասվում են, Տեր քո երկնային հայտնությունով այցելիր ու բժշկիր Տեր, թող քո ներումը հոսի ամեն մեկի սրտերի ներսով, և եթե որևիցե խոսք կամ վերաբերմունք շատ խորը խոցել է Տեր քո զավակներին, այսօր խնդրում եմ օգնիր, որ կարողանան ներել, որ ամեն մի խոսքի և գործողության Տեր շղթան, որ կապանքի մեջ է պահում իրանց, այսօր քանդվի Տեր քո զավակների կյանքից, այն գերությունների մեջ, ովքեր որ հայտնվել են Տեր իրանց հարաբերություններում, այսօր ազատ արձակվեն, ինչպես որ Հովսեփը կարողացավ իր եղբայրներին հետ ընդունել իր գրկի մեջ, փոքր լինելով հայր դարձավ իրանց համար, որովհետև Հակոբը երբ որ հետ վերադարձավ, իր հայրությունը կենդանացավ, թող որ բոլոր մեռած հայրությունները այսօր այստեղ կենդանանան, օրհնում եմ քո սուրբ անունը Տեր Աստված, թող քո զորավոր ձեռքը այսօր տարածվի այստեղ և բժշկվեն մեր բոլոր հայրերն ու մայրերը, իրանց ընտանիքների համար, քո տան համար, քո զավակների համար, ես հատուկ աղոթում եմ իմ Տեր բոլոր այն առաջնորդների համար, որ այստեղ գտնվում են, նաև բոլոր ապագա առաջնորդների համար, Տեր քո հայրական ծածկոցով իրանց ծածկիր, և որ թող որ թաթախվեն Տեր քո հայրությունով ու մայրությունով, և իրանց սիրտը Տեր բաբախի, այնպես ինչպես որ քո սիրտն է զարկում յուրաքանչյուրի համար, օրհնում եմ քո սուրբ անունը իմ Աստված, շնորհակալ եմ Տեր,